Մենք սիրուն ձևով կարգով ասում ենք, եթե չէ մենք սաղ ճանապարհները փակելու ենք, սաղ ճանապարհները մուտք ու ելք չի լինեն, մենակ եղնելու է վայենին, սկորին, մինչև հարցին լուծում չլինի։ Բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին, գործադիրից պահանջում էին բանակցել Ռուսաստանի հետ, որ չեղարկվի այնտեղ 90 օրից ավելի մնալու սահմանափակումն իրենց նկատմամբ։ Մի 90 օրը շատ քիչ է, մոտարապես 7-8 ամիս հետո է դա սպառվում է։ Ասենք Մոսկվա գնալ գալը, ասենք 6 օր է տևում, բայց մենք 20 օրում ենք գնում հետո գնում գալիս, որովհետև ճանապարհները փակ է, գալիս ես հերթ ես կայնում իջև հերթը հասնում է, գալիս ես անցնում ես, մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես։ Նու 95%-ից դե տղեկին է, սաղինը անցած է։ Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք չեն մեկնում այնտեղ աշխատելու նպատակով, հունվարի 1-ից 1 տարվա ընթացքում 180 օրվա փոխարեն արդեն 90 օր կարող են գտնվել այդ երկրի տարածքում։ Ռուսաստանի միգրացիոն օրենքների այսպիսի խստացումները հայ բեռնափոխադրողներին կանգնեցրել է գործազրկության շեմին։ Օրենքը խախտողներին էլ տուգանելուց բացի նաև արտաքսում են երկրից 3-ից 5 տարի զրկելով Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։ 90 օրվա համար զապրետ են արել 5 տարի։ Կարել են դատել են, դա եղել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մոտեցավ վարորդներին նշելով, որ տեղյակ է ռուս գործընկերների հետ քննարկում են հարցը, հույս ունի, որ լուծում կստանա։ Աշխատանքային մի երկու բան որ ավել ասեմ, կարող է այդ մեր գործին ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի։ Բայց հավատացեք, ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցում ԵԱՏՄ-ում եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում դա չաշխատող տարբերակ է, որտեղ 90 օր մենակ դուք վերին լարսում կարող եք կանգնել տարվա մեջ։ Վարորդներն ասում են, ռուսական բանկերում փոխանցումներ անելիս են շատերը տեղեկացել, որ վերահսկվող անձանց ռեեստրում են, որովհետև գործարքը չի հաջողվել ու էկրանին գրություն է հայտնվել։ Պատճառները ճշտելու համար այցելեք Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն։ Շատերը հենց այդպես էլ արել են, գնացել են ներքին գործերի նախարարություն ու այնտեղ տեղեկացել 90 օրից ավելի են մնացել Ռուսաստանում ու դա խախտում է։ Նայում եմ խոսքի փագայում քարտը, պետք է այդպես ընդդետ մեզ բանկը ղրգում է, ես ինչտեղ ես, այն ինչտեղ ու վсё։ Ասում են ստեյսյուն 5 տարով կամ 3 տարով գնացիք, հաջողություն ձեզ։ Ու լիքը մարդիկ, տնիսկա 2 հոգի մարդկանց դրել են 5 տարով զապրետ, այդ մարդիկ ինչ անեն։ Մեր բանկի քարտը փակել, գնացել են, որ իմանամ ինչն է խնդիրը, ինչի համար են փակել, այդ օրն իմացել են։ Էկոնոմիկայի նախարարից հետո վարորդներին մոտեցավ նաև ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարցրինք, փորձել են Ռուսաստանի իրենց գործընկեր падգամավորների միջոցով հարցն այնտեղ բարձրացնել։ Եթե պետությունը ասում է, որ խնդիրը կա, այդ խնդիրը կկարգավորվի, դու ասում ես, դե եթե ասում են, որ խնդիրը կկարգավորեն, ուրեմն գոնե թե ինչ որ այդ առումով իրենց խոստումը կկատարեն, բայց եթե իրենց խոստումը չեն կատարում, ասենք իրենց գործառույթը չեն անում, այդտեղ մեր չգիտեմ, մեղավորությունը որն է։ Այսօրվա բողոքի ակցիային ներկա վարորդներից շատերն արդեն 3-ից 5 տարով զրկվել են Ռուսաստան մեկնելու հնարավորությունից, հիմա աշխատանք չունեն։ Ասացին, ապրուստի միակ միջոց բեռնատարները հիմնականում վարկով են վերցրել։ Բանկին ինչպես բացատրեն, որ Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացման պատճառով անգործ են մնացել ու չեն կարող վարկը մուծել։ Նախարար Պապոյանին հարցրին, բանկերը կսառեցնեն իրենց վարկերը, մինչև իշխանություններն ավարտեն Ռուսաստանի հետ բանակցությունները։ Կա դրական ազդակ։ Եկեք մնացածը թողեք գնանք աշխատենք։ Ես հասկանում եմ դրա վարկերը հարցը ո՞նց է կարգավորվել։ Կսառեցնեն վարկերը բանկերը։ Ես էլ չեմ կարող հիմա խոստանալ, որովհետև իմ այս պահին այդ հարցին էլ եկեք հիմա անդրադառնանք, որովհետև 4 ամիս, 3 ամիս հետո այս նույն մարտիկ ու պլյուս ավելի շատ ձեռնարկատերեր, հա, այդ խնդրին առաջանալու են այս բան։ Ես հույս ունեմ, որ ավելի շուտ է լուծվելու այդ հարցը։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ամեն օր դիմումներ է ստանում մուտքի արգելք ստացած վարորդներից։ Փորձագետն այդ ցուցակը փոխանցում է Հայաստանի ներքին ու արտաքին գործերի նախարարություններին, այնտեղից էլ դիմում են ռուս գործընկերներին, որ հարցի լուծում գտնեն։ Ու վստահաբար այս հարցը ԵԱՏՄ-ի միջոցով պետք է լուծի։ Առևտրի վրա չպետք է անդրադառնա, բեռնափոխադրումների ազատ բեռնափոխադրումների վրա չպետք է անդրադառնա։ Ես արդեն ունեմ առաջին ուղևորափոխադրող վարորդը, 90 օր անցել է եւ մուտքի արգելք են դրել։ Շուտով այդ մարշրուտկաները, որ գնում են Ռուսաստան գալու, հիմա նրանց վարորդներին են հերթով մուտքի արգելք տնելու։ Բեժանյանն ի դեպ դեռ նախորդ տարվանից էր հայտարարում
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքները, եւ դա հայ բեռնափոխադրողների ու ուղևորափոխադրողներին դժվար կացության մեջ է դնելու։ Էկոնոմիկայի նախարարն այդպես էլ չասաց, անցած տարվանից են սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ, թե վերջերս։ Ասում եք զբաղվում ենք, եթե ինչքան ժամանակում աղեղնելու այդ հարցը, մի ամիս, 2 ամիս, 5 օր, 10 օր։ Այդ խնդրի խորության, դժվարության, բարդության մասին եւ հետևանքների մասին մեր պատկերացումները ամենայն հարգանքով կներեք, տղեկ։ Մի 100 անգամ ավելի շատ է, քան ամեն մեկը ձեր մասով գիտեք։ Ռուսաստանում միգրացիոն կանոնների այս խստացումները ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մի շարք երկրներին է վերաբերում։